Բաթակումած լարն եմ սիրում, արնանման ծաղիքների ու վարդերի բույրը վարման, ու նայլյան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում, Բարեկամությունն ու թշնամությունը, սերն ու ատելությունը, ծնունն ու մահը միշտ մեր կողքին են քայլում։ Մենք հաճախ կորցնում ենք ինքներս մեզ, կորցնում հասկանալու, գտնելու համար, բայց կյանքը երբեք չի կանգնում, այն շարունակվում է հավերժ ու անթույլատրելի, և մենք շարժվում ենք նրա հետ, հույսով, հիշողությամբ ու սիրով։ Միակ պարտքը հիշողությունը պահպանելն է և տալ նրան ձայն, այնտեղ, որտեղ նրան լսում է, հունարումս այն հերոսներին, որ կռվով անմահացան։ Եվ հիմա պիտի ապրենք, արարենք, առանց արցունք, ցավը պիտի դարձնենք ուժ և պահենք հայրենիքը, քանզի երբեք չմոռանա, մենք հայ ենք, և հայը միշտ կանգուն է։ Դուք կյանքը տվեցիք առանց հարցնելու, արժե արդյոք, և հենց դրանում էր ձեր հավատը։ Ձեր լռությունն այսօր ամենաուժեղ խոսքն է, չկա բարձրախոս, որ կարողանա ասել այն, ինչ դուք ասացիք ձեր քայլով, ձեր զոհաբերումով։ Հիմա իմ հերթն է, իմ պարտքն է այդ լռության մեջ գտնել խոսք, բար դարձնել հիշողությունը, ձեզ ապրեցնել, ոչ թե որպես ցավ, այլ որպես լույս, որ երբեք չպիտի մարի, որպես երազդ, որ դեռ շարունակվում է, հողի մեջ, բառի մեջ, մեզնից յուրաքանչյուրի քայլի մեջ, դուք գնացիք, իսկ մենք դեռ այստեղ ենք ձեր շնորհիվ, ձեր տեղը չի լվացվել, ձեր գործը չի ավարտվել, ու ես այստեղ եմ, ոչ թե ձեզ հրաժեշտ տալու, այլ խոստանալու, որ կպահեմ այն, ինչին դուք հավատում էիք մինչև վերջին շունչը։ Ես ապրում եմ իմ հայրենի եզերքում, գեղարքունյաց երկրի սրտում, Սարուխանում։ Ճգնալ են նրա տները հին ու հմայիչ, ու անուշ բուրում է հողը մեղրամոմի շողով։ Գրիծորի վար լույսը լուսավորում է առավոտը, արևադաշտի շողը իջնում է դաշտերի գրկում, ու գետակը սկսում է իր երաժշտությունը, խոսում է ջրերի շողունով, հանգիստ ու համբերատար։ Հարսնակողի ջրվեժը թռիչք կախարդական, կաթիլներն են երգում լռության մեջ։ Արևը գրկում է սարերի թմբիրները, ու ես զգում եմ, սա իմ տունն է, իմ հոգու հանգիստը։ Սարուխան, քեզ սիրում եմ հողից ու ջրից, հոսող գետերից ու երկնային լույսից։ Դու իմ սրտի ուրախությունն ու խաղաղությունն ես, ու ամեն շունչ քեզ հետ է իմ մեջ։ Արևոտ երկնքում անցար, լեռների կատարներ անհար, հագի պես սարերի թարած, տաճարներ խաչերով պատված, մի փոշոտ արահետ
Ողջունում եմ ձեզ այսօրը Արփի Միհանյանի լույս ճանապարհի գրքի նախամուտքի առիթով։ Այսօր այս խորհրդանշական ու յուրահատուկ օրվա արդիվ մենք հավաքվել ենք մեկտեղ նշելու գրքի լույսը, նրա խոհերը և այն արժեքները, որոնք ներկայացվում են էջերում՝ մարդը, հայրենիքը և հավատքը։ Այս գիրքը հատկապես նվիրված է հայրենյանց պաշտպան զինվորին, նրանց համառությանը, ուժին և անձնվեր զորողությանը, որոնք մենք խոնարհությամբ և հարգանքով հիշատակում ենք։ Յուրաքանչյուր տող ու բառ ծնվել է սրտի խորքից և արտացոլում է հույս տրոփումը, հայրենիքի հանդեպ հավատարմությունը և լույսը, որը մեզ միավորում է հանուն ապագայի և արժանապատիվ խաղաղության։ Խոնարհությամբ առաջարկում ենք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր հայրենիքի համար կյանքը նվիրաբերած վիրավոր զինվորներին և զոհված հերոսներին։ Այս խորհրդանշական առիթին մեզ հետ է նաև մեր յուղի հոգևոր հովիվը, Տեր Ներսեսը։ Խոնարհությամբ և մեծ հարգանքով հրավիրում ենք նրան բեմ իր խոսքը սկսելու համար։ Սիրելի հյուրեր, հարգելի ներկաներ, համ հուզմունք ունենք մեր բոլորի սրտերում այս հավաքման արդիվ, համ ուրախություն և մխիթարություն, որ մարդիկ կան, ովքեր որ հիշում են, չեն մոռանում ու ոգեկոչում են հիշատակ են մարդկանց, ովքեր գնացին գիտակցված մահվան և իրենց մահվամբ անմահացրեցին իրենց անունները և փրկեցին հողահայրենի։ Սովորաբար մտքի թռիչք ունենում են գրեթե բոլորը։ Շատ քչերն են այդ մտքի թռիչքը կիսվում ուրիշների հետ։ Առավել քչերը այդ մտքի թռիչքը հանձնում են թղթին և հանրության դատին, բայց մեր աղջիկը Արփին այդ քչերից մեկն է, որ սևով սպիտակի վրա հանձնել է հանրության դատին իր խոհերն ու մտածումները և իր ներսի հուզական աշխարհը բացել բոլորիս առջև, ցույց տալով վեհություն այն մարդկանց, ովքեր հանուն հավատքի, հանուն հայրենիքի նվիրաբերեցին իրենց կյանքերը, իրենց անունները անմահացնելով ոսկի տառերով գրելով պատմության գրքերում և բոլորի սրտերում։ Ուզում եմ գնահատանքի խոսք ուղղել Արփիին, այս բոլորիս այստեղ հավաքելու առթիվ, ասելով, որ թող ձեր մուսան չպակասի, Աստծո օրհնություն ու օգնականություն այս բոլոր բարի ձեռնարկների մեջ, որպեսզի մենք կարողանանք մենք էլ մի փոքր ապրումներ ունենանք այդ վսեմ մարդկանց, որոնց շնորհիվ ունենք երկիր, պետականություն ու հայրենի մտածողություն։ Թող Աստված լույսի մեջ անչեցնի մեր սուրբ նահատակների հոգիները։ Մենք այստեղ գալուց առաջ զինվորի գերեզմանոցի վրա աղոտ ու խնկարկություն բարձրացրեցինք, հետո նոր բարձրացանք այստեղ ժողովուրդ, քանի մենք կանք, հիշում ենք, շնչում ենք, պարտավոր ենք ոչ միայն ինքներս հիշելու, այլև սերունդներին փոխանցելու այդ վեհ ու վսեմ անունները և անմահացնելու ու գիտակցություն ունենալու, որ մեզ հետ ոչ միայն այս պահին դահլիճում նստած են մարդիկ, ովքեր ձեռք, ոտք, կյանք ու առողջություն են տվել, այլև որտեղ որ քայլում ենք, այդ մարդիկ մեզ հետ միասին են։ Ու հանկարծ ու հանկարծ չլինի, թե մեր որևէ արարքով ինչ-որ կերպ շղարջ գցենք այդ մարդկանց հերոսության վրա։ Ընդհակառակը, մենք պիտի լինենք իրենց ձեռքերը, մենք պիտի լինենք իրենց ոտքերը, մենք պիտի լինենք իրենց նեցուկն ու հենարանը ամեն պահին, որովհետև իրենք իրենցը տվել են հանուն բոլորիս։ Իրենց նման պիտի սիրենք ու շենացնենք հայրենի եզերքը, և եթե հարկավոր իրենց փոխարեն պիտի ունենանք երեխաներ, որոնք պիտի դառնան ապագա զինվորները,
գիտակցված կերպով պարելով երկիրը և պետք եղած պահին հանուն հայրենիքի չխնայելով իրենց կյանքը։ Շնորհակալություն, Աստծո օգնականությունը բոլորիս։ Խոսքը տրամադրում ենք մեր համայնքի վարչական մասի ղեկավար պարոն Լյովա Աբրահամյանին։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ այսօր ներկայացնելու համար։ Իրոք ես էլ շատ եմ ուզում, բայց մյուս կողմից նաև պարտանում եմ, որ մեր աշճկնալ երկրում, աշճկնալ ողի վրա մեր հարազատ շարունակ պահպանում և շարունակում է մեր ժողովրդի լավագույն ավանդույթները և կոնկրետ այս բնագավառում, այսինքն լրատվության, գրականության, արվեստի ուղղությամբ շատ ուրախալի է, որ արդեն մենք երիտասարդներ, որոնք շարունակում են մեր մեծերի, մեր նշանավոր մարդկանց բարի գործը։ Սիրելի որդի, ես մի երկու րոպեով գիրք նայեցի, իհարկե չեմ կարող որևէ քննադատական տալ, բայց հաստատ համոզված եմ արդեն այն էլ նշել, որ հիմնականում մեր զինվորին են նվիրված և դա գալիս է նրանց, որ մեր զինվորը մեր օրի, մեր աշխարհի պահպանությամբ ներշնչած է գնացել գիտակցված պահին և դուք էլ եք գնահատելով, հասկանալով ձեր ներքին գեղեցիկ զգացմունքները, ոնց որ ասեցիք, դրարը սերով ազդեցիկ զգացին։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն մեր բոլոր ներկաներին և մեր սիրելի ափին ցանկանում եմ իր երկար ճանապարհը թողնի շնորհեցվի լույսով։ Շնորհակալություն խոսքի համար։ Եվ որպեսզի շարունակենք այս երեկոյի հուզական և ոգևոր ընթացքը, առաջարկում ենք լսել հեղինակի Ալփի Միհանյանի հայրենասիրական 4 բանաստեղծությունները, որոնք նվիրված են մեր հայրենիքին, մեր քաջերին և սերունդների փոխհարաբերությանը։ Հատկանշական է, որ այս բանաստեղծությունները նոր են գրված։ Ուստի առաջին անգամ կհնչեն հանրության առաջ սրտից սրտին փոխանցելով մարդկային ուժ։ Բեմ ենք հրավիրում Սարուխանի համար 1 դպրոցի սաներին։ Հայրենյաց պահապանները, անմահացածները, մեր հերոսները, լույս թողեցին երկնքում վառ ու անվերջ, չվերադարձան տուն, կյանքն իրենց նվիրեցին, որ աստղերը երգեն իրենց երգը հավերժ, վիրավորներն ու վերադարձած լուսավորները, նվիրյալներ ոգով ամբողջ, հպարտությամբ, ցավն ու կորուստը դարձին իրենց ուժը, որ խիզախ սիրտը լույս սփռի գահունակությամբ, կամավորներ, ֆիդայիններ, բոլորը միասին, վերադարձած, վիրավորված ու չվերադարձած, հիշողության մեջ անմահ քայլերը շարունակում են, որպես հող, որպես լույս, որպես աստղ երգել նրանց երգերը, ապրեցին, ապրում են, դեռ շնչում արմա, արյամբ ու հիշողությամբ գրված սրտերում, հայրենյաց պահապաններ, նվիրյալներ ու ֆիդայիններ, քայլերը երգ է, որ չի լռում, շարունակում է շնչել, երկնքում ու երկրում, և միշտ հիշվում է, ամեն տեղ, ամեն պահ։ Լույսի շունչ, բացվում է, որ երկինքը լսեմ, ինչպես լուսապած աչքի երազի։ Լույսի շունչն իր հողի դեմքն է շոյել, թարմ արևոտի պես սուրբ նորի։ Ծառերն են կանգնած, չոր սպիտակած, բայց արմատներում լույսն է մնում միշտ։ Քամին հեծեծում է, անցածից թարած ու լեռներն են պահում մեզ ամուր ու ճիշտ։ Մեր ձեռքերում է ուժերի, ջերմակ, մեր աչքերում հավատն է ամար։ Քայլում ենք լուր, անկոտրում, անդարձ, սրտում պահած սերունդի գարում։ Քարերն են խոսում դարերի խորքից, ծաղիկներն անգամ հիշում են ճշմար, բայց լույսը չի մարում հոգու խորքից, քաջերն են ուսուցել, լույսում է փար։ Ոչ անձրև, ոչ գիշեր, ոչ կոր գետակ չեն խոմերեցրել մեր հպատ քայլքը, սեր ենք բերել լույսի պես մաքուր, ուղ դրած հողին, բառով, արյամբ, վարկով։ Երբ հայացք ընկնում է հեռուն ամփոփ, չենք փնտրում կորուստ կամ բուրավետ, այլ տեսնում ենք վաղվա խոստումը լուր մանուկի ձեռքի լուսավոր գարուն։ Մեր հողը, մեր ձեռքը,
խորքում, արևով ողողված ձգում է երկինք, մեր հողը սրտում, մեր ձեռքը հոգում, ծիծեռնակ չի դողում վախից հանկարծ, դողում է վեր, բարձր թրիշկի երազ, նա մեզ պես թռչում է վեր, հայրենիք, որ օրոր բացի փառքով վաստակ, երկիրն այս մեզ համար է միշտ, թռչող լուսավոր ու հարատև կանչ, մեր սրտերը դրոշ են այս օղում, որ չի լքում ոչ սրտի, ոչ պատրանք, մեր ձեռքով է վերաստեղծվում վաղը, ամեն քար հիշում է մի անուն, ժպիտ է ծավալում բակ ու ծառողի ու հայրենիքն է դառնում դարբերուտում։ Սրտերում մեր հողն է խոսում, սրբություն է մեր երակում, նա է մեզ հետ, երբ լռում ենք և երբ քայլում ենք աշխարհում, մեր աչքերի մեջ են լեռներ նահա, մեր թևերին քամին շնչեղ, մեր հողի վրա է ծնվում ծիլը, հույս ու հավատքով մեզ ամրացնող, չկա ոչ մի գիշեր, որ մեզ մարի, չկա ոչ մի վիշտ, որ մեզ կոտրի, շողի հետ մեր սիրտը խոստում պահի, սերունդը մեր լույսի մեջ թերի, և մանոկը փոքր չիմացող, ամեն բան կզգա մեր լռությունից, նրա ձեռքի մեջ լույսն է փայլում, որ իրենք կզգան մեր թևերն ու սիրտը։ Հորիզոնների խոստում, հորիզոններն են բացվում հիմա, լուր, փառքով ու լույսով փրված, մեր քայլերում է վաղվա խնդա, մեր ձեռքերով երկինք հյուսված, պատմությունն անցել է մեր միջով, մեր երգերում ցավ, վառություն, մագաղատ, բայց լռության խորքից ելած ձայնով, մենք խոստանում ենք սերնդին ապագա, ոչ ոք մենակ չէ այս հողի տակ, ոչ մի անուն չմոռացվեց լուր, յուրաքանչյուր ժպիտ, ձեռագիր, բակ, կկրի ճշմարիտ ուժը մի օր, ու մի մանոկ պարզ աչքերով կմտնի հորիզոն իր ձեռքով բացած, և նրան մենք կտանք մեր հավատը, որ սիրո հողում ապագան կառուցի հաստատ։ Հարգելի ներկաներ, մեր պատվարժանքյունն է այն անձնավորությունը, ով իր ողջ գործունեությամբ նպաստել է գրականության, լրագրության և մշակույթի զարգացմանը։ Հեղինակի մասին խոսելու համար մենք պատվախնդրությամբ հրավիրում ենք բեմ Հայաստան պարբերականի գլխավոր խմբագիր, Հայաստանի գրողների միության, Գեղարքունիքի բաժանմունքի ղեկավար և Գավառի պատվավոր քաղաքացի Տիգրան Նիկողոսյանին։ Բարև բոլորիդ և շնորհակալություն, որ դուք հիմա այստեղ եք, շնորհակալություն իմ ընկերներին, որ ընկերակցել են ինձ գրի և գրչության Սարուխանյան տոնին մասնակցելով, ովքեր վերջում են կամ չեն նկատել, ուզում եմ ասել, որ այսօր մեզ հյուր են եկել բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր չարենցագետ Դավիթ Գասպարյանը, ով բազմաթիվ սերունդների նաև դասագրքերի հեղինակն է, բոլոր նրանք, ովքեր դպրոցում գրականությունը սիրել են ավելի մի քիչ, և բանաստեղծ Վարուժան Ղազանչյանը։ Եվ քանի որ այստեղ կանգնած եմ, ուզում եմ ասել, որ իսկապես պատահական է ստացվել, մենք մի քիչ շփոթել ենք, բայց այսօր Դավիթ Գասպարյանի ծննդյան օրն է, և ես այստեղից ուզում եմ նախ շնորհավորել ինձ։ Սիրելի բարեկամներ, իմ այստեղ երկար մնալը երկու պատճառ ունի։ Պատճառ համար 1. Երեք գրողների միությունում մեր միության նախագահին ասացի, որ ես այսօր Քյավառում պիտի լինեմ գրքի շնորհանդեսը։ Մեծ մոտ տպագրության էր պատրաստվում Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված համահավաք մի ժողովածու, որտեղ մի 10 էջի չափով էլ ես խոսք ունեի ասած, և խոսքը վերաբերում էր վարպետի Բայազետյան կապերին, Բայազետյան կապերին էլ քիչ է նաև Սարուխանյան կապերին, որովհետև նա շատ ջերմ կապերով կապված է եղել մեր համագյուղացու Ռուբեն Տիգրանիչի հետ։ Պարոն Միլիտոնյանը դարակից հանեց առաջին օրինակը, որ տպարանից նոր ստացել էր, տվեց ինձ, որպեսզի հետս բերեմ, բայց քանի որ մակագրություն կա թողած, ես մեր գրադարանավարուն պիտի խնդրեմ, որ այս օրինակը չթողնեմ, բայց ուրիշ օրինակ կբերեմ։ Գիրքը լույս է տեսել, գրքում վարպետը կա, Սարուխանը կա, և դա հրաշալի է։ Ահավասիկ գիրքը, բոլոր նրանք, ովքեր որ կհետաքրքրվեն, հետո գրադարանում կվերցնեմ։ Երկրորդը, երկի մասին խոսելիս ես պիտի ասեի, որ 1512 թվականին
Իտալիայի պատվական Վենեշ քաղաքում Հակոբ Մեղապարտը հրատարակեց հայերեն 5 գրքերը եւ հաստատ չէր մտածի, որ կանցնի 513 տարի եւ Եղամա լեռների լանջերին թիկնած Սարուխան Գողտրիկ գյուղում դարձյալ գրքի տոն կլինի երիտասարդ մի աղջիկ գիրք կհրատարակի եւ կպահի գրի եւ գրչության կապը 513 տարիների հեռվից։ Եվ քանի որ գրի ու գրչության հետ է ամեն ինչ առնչվում, պիտի հիշենք նաեւ, որ 3 օրը ընդամենը հայ մամուլի ծննդյան օրն էր եւ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին պոետիկ Մադրաս անվամբ քաղաքում Հարություն Քահանա Շմավոնյանը հրատարակեց հայերեն անդրանիկ պարբերականը ազդարարը եւ նա էլ չէր մտածի, որ Հայաստանում առաջին պարբերականը կհրատարակվի 1880 թվականին Երևանում Պսակը Վասակ Պապաջանյանի խմբագրմամբ եւ ճիշտ 200 տարի հետո Վարձր լեռնային Գեղարքունյաց աշխարհում կհրատարակվի նաեւ մի թերթ Գեղամա աշխարհ անունով, որի աշխատանքները ղեկավարում է մեր հրաշալի ընկերը բանաստեղծ մտավորական Խոսրով Խլղաթյանը։ Խմբագրությունում իմ աշխատասենյակում նշվեց ազդարարի 231-ամյակը։ Եվ քանի որ ես նաեւ ազդարար վերահրատարակվող ամսագրի եւ այդ անվան պատվավոր խորհրդի նախագահության կազմում եմ, առաջարկվել էր եւ նախագահությունը հաստատել էր, որ Պարքևի պիտի արժանանա նաեւ Եղամա աշխարհ թերթի գլխավոր խմբագիրը, հանձնարարվել է ինձ, ես բերել եմ հայտնի։ Ծրագիրը շնորհում է Եղամա աշխարհ թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանին, նվիրում մասնագիտությանը անվանակարգում։ Շնորհակալ եմ։ Եվ ազդարարի մի օրինակ իհուշ թերթում ինչ իհարկե խնդրեմ։ Ողջունում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, ջերմորեն շնորհավորում եմ մեծարգո Դավիթ Գասպարյանին ծննդյան ուզվարդը, ու շատ է պարտել այսօր ասում, քանի որ Դավիթ Գասպարյանը մեր գրականության մեջ շատ ճանաչված դեմք է, շատ բան է տվել մեր գրականությանը, չարենցագիտությանը ու խոնարհվում ենք նրա մեծության և կարգի առջև։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ պարոն Նիկոլոսյան ձեզ, շնորհակալ եմ ինձ նշող գնահատողներին, այս պարգևը ինձ առավել ևս պարտավորություն է, Գեղամա աշխարհ թերթը հիմնադրվել է 1996 թվականին մարտի 8-ից հետո, սրտից հավով եմ ասում, որ Գեղամա աշխարհը երբ որ կազմավորվում էր, այդ ժամանակ փակվում էին մեր 5 շրջանային թերթերը, որոնցից միայն Սևանը կարողացավ պահպանել իր գոյությունը, մնացած բոլոր թերթերը փակվեցին, Գեղամա աշխարհի ճանապարհը արդեն 30 տարի անցնում է, անցել է շատ դժվար փորձությունների միջով, բայց կարողացել ենք պահպանել եւ ուրախություն ասեմ, որ արդեն էլեկտրոնային տարբերակներ են գործարկում, որպեսզի այն հասանելի լինի աշխարհի բոլոր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին եւ շարունակելու ենք մեր գրի գրչության մշակույթի տարածումը։ Շնորհավորում եմ երիտասարդ բանաստեղծուհուն եւ շատ ուրախ եմ, որ մեր լեռնաշխարհում ամեն օր, ամեն ամիս, ամեն շաբաթ ի հայտ են գալիս նոր ստեղծագործողներ եւ ես հավատացած եմ, որ այս դժվարին երկու ճանապարհը մենք կարողանանք հաղթահարել այսպիսի միասնությամբ։ Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն եւ աջակցություն։ Հարգելի ներկաներ, աշխարհային այսօրը թավծոտ, լուսավոր ու բարի զգացումներով է համակել մեզ, հուշելով եւ հիշեցնելով իր սկզբանե բանն էր, այսինքն խոսքը եւ խոսքն Աստծո մոտ է։ Եվ իմ մտքում այս պահին աստվածաշնչյան պատմությունն է այն մասին, որ մարդկանց մի խումբ սպասելով Մովսեսին, ով զրուցում էր Աստծո հետ եւ պիտի բերեր քարե տախտակները, որոնց վրա գրված էին գլխավոր պատվիրանները, դիմեց Ահարոնին, որ նա աստվածներ շիրի իրենց համար։ Նա էլ պահանջեց բերել իրենց կանանց աղջիկների
եւ որդիների ականջների ոսկե զարդերը, որոնցով ոսկե մի հոր չինեց, որին մարդիկ անմտորեն երկրպագումի։ 2000-ամյական 1930-ական թվականներին Իլիաիլֆը եւ Եվգենի Պետրովը թղթին հանձնեցին իրենց ոսկե հորթը շքեղ ստեղծագործությունը, որ հայերեն լույս տեսավ Աշիկ Ղազարյանի թարգմանությամբ, իսկ հետագայում նաև առավել շքեղ էկրանավորում ունեցավ, այդ թվում նաև հնչեց հայերեն թարգմանությամբ, ցույց տալով գլխավորը թողած երկրորդականի հետևից վազելու ողջ սնանկությունը, հիշեցնելով անիմաստ է նյութական արժեքը, եթե չկա սերը, եթե չկան մարդուն մարդպահող արժանակարգերը։ Պողոս Պատերարք Ադրյանապոլսեցին անդրադառնալով գրքի մարդկանց, գրչի մարդկանց, ասում էր, որ ով գիրք է գրում, խոսում է մարդկանց հետ, որոնք իր օրերից սկսած հետզհետե աշխարհ են գալու եւ նրանց սովորեցնում է այն ամենը, ինչը կարևոր է մտքի լուսավորության համար։ Իսկ ճանապարհորդություն դեպի Էրզրում ուղեկցությունում ահա թե ինչ է գրում Պուշկինը, անդրադառնալով հազար խաբեություն ու խրդավանքների միջով անցած ծերուն ու խոսքերին ուղղված իրեն թարգմանչի միջոցով։ Օրհնյալ է այն ժամը, երբ հանդիպում ենք բանաստեղծին։ Բանաստեղծը դերվիշին եղբայր է, նա չունի ոչ այրենիք, ոչ երկրային բարիքներ, եւ այն միջոցին, երբ մենք խեղճերս հոգում ենք парքի իշխանության գանձի մասին, նա հավասար է երկրի տիրակալներին եւ նրան երկրպագում է։ Ինչ իմանաս ստեղծողի գաղտնիքները անմեկին, ընկեր տվավ, իրար կապեց այս աշխարհում ամենքին, բանաստեղծին թողեց մենակ, մենակ իրեն պես, որ իրեն պես մտիկանի ամեն մեկին ու կյանքին։ Եվ եթե ճշմարիտ է, որ պոեզիան ու արձակը ծնվում են ցավից, սիրուց եւ կարոտից, նույնքան ճշմարիտ է, որ բոլոր ժամանակներում գրականություն առաջին հերթին մեկ գլխավոր առաքելություն է ունեցել եւ ունի՝ օգնել մարդուն դառնալ ավելի ազատ, ավելի արդար եւ ավելի բարի։ Ահա մեր կարծիքով ինչին է կոչված գրողը։ Եվ հիմա տեղին ու հաճելի արձանագրել, որ հայրենի մեր կողտրի գեզերքում պոեզիայի իր աշխարհը ձևավորող մի աղջիկ համարձակվել եւ հայտ է ներկայացրել ու որոշել իր հասկացած, զգացած ու կարևորացի չափով զրուցել ընթերցողի հետ։ Անչափ ծանր համարձակ է որոշումը ավանդաբար գրի եւ գրքի արժեքն իմացող Սարխանցու արչեւ հանդես գալ առաջին հաշվետվությամբ։ Եվ եթե հիմա ոչ թե հոկտեմբերը, այլ հունիսը լիներ, պարգևը պիտի լիներ Եղամա լեռների ստորոտներում տարածված չկնար, գրաձոր, գառնիձոր, գրիձորի անկրկնելի ծաղիկների գեղեցիկ մի պունջ, բայց փոխարենն այսօր ունես գրականագետ, չարենցագետ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի եւ բանաստեղծ Վարուժան Բազանչյանի ներկայությունը, ինչը քեզ համար ոչ միայն պատվաբեր է, այլև նույնքան էլ պարտավորեցնող։ Կանցնեն տարիներ եւ մի օր, երբ շատ ավելի ծանրակշիռ ասելիքով գրքերով ծանրաբեռն կներկայանաս հաշվետվության, բարի հիշիր այսօր ու առաջին գրքի շնորհանդեսի մասնակիցներին։ Եվ միշտ մտապահիր, մեր նախնիները լեզու եւ հավատը դիտեցին այն երկու հզոր սյուները, որոնց վրա արդեն 1600 տարի ձգտում ենք կառուցել հայոց մեծ տունը։ Դու ճիշտ է, առայժմ մենակ ես ինչպես ձևակերպել է Թումանյանը գրական աշխարհ ներկայացնում, եւ քո հավաքական հերոսին հավանաբար հենց այս ծիրում պիտի որոնես ու գտնես։ Գիտես, երբ Խոսրովանուշ կույսի սիրուն արժանանալու համար Եղամանուն երիտասարդը երդվեց կողովով հող գրել եւ ծածկել Եղամա լեռների հրաբխային լավայով պատված լերկ լանջերը, անվերապահորեն հավատում էր իր ձեռնարկին։ Եվ մտովի տեսնում էր այն օրը, երբ հունիսյան մի առավոտ լեռներն անկրկնելիորեն գեղեցիկ կծաղկեն։ Երբ ջահել մի տղա միամտաբար հավատալով ընտրած աղջկա հոր խոստմանը երդվեց ու մի գիշերում վարեց, քարերից ամբողջովին մաքրեց անանուն սարը, որին ի հիշատակ ջահել սիրահարների հետագայում մարդիկ տվեցին Ռուդանասար անունը, դարձյալ մեկ առաջնորդիչ ուժ ուներ, սերը եւ նպատակին հասնելու ձգտումը։ Անգամ տարական կրթություն չստացած նեպալցի Շեր Տենցինգ Նորգեյը որպես բեռնակիր ալպինիստներին ուղեկցում էր դեպի աշխարհի ամենաբարձր լեռան Էվերեստի գագաթը եւ թաքուն երազանք էր պահում։ Մի օր լեռան բարձունքից տեսնել իր տունն ու Տյանքոչեի վանքը։ 6 անգամ նա գնում էր իրականություն դարձնել իր երազանքը, բայց մի բան այնուհանդերձ չէր բավականացնում։ 7-րդ փորձով 1953 թվականի մայիսի 28-ին նա կարողացավ իրականացնել իր երազանքը
և 15 րոպեկանն աշխարհի ամենաբարձր լեռան գագաթին։ Իրականացրեց, որովհետև հավատում էր։ Նրանից ավելի քան 100 ժամանակ առաջ 20-ամյա Աբովյանն էր կանգնել Արարատի գագաթին և իրականացրել իր երազանքը, ամրացնել 1.5 մետրանոց խաչը, որ ամբողջ ժամանակ կրել էր իր մեջքին։ Նա էլ դողում էր ուրախությունից, որովհետև իրականացել էր իր երազանքը։ Անհնար է որևէ մեկից առավելինս գրչի մարդուց խլել ավելի արդար աշխարհում ապրելու և արարելու երազանքը։ Եվ ուրեմն խնդրում եմ միշտ ապրել հայոց սուրբ լեռան հավերժությունը, ծաղկած ծիրանելու կատարելությունը, հող հայրենի, ոսկեդեղին հասկը, նորացնին և գիրքը հայոց որպես բարձրագույն արժեքներ դիտելու, մեղրի դուռը մի օր բացված տեսնելու, գարին հանց ընկույզմի և ցորենը հանց մասուրմի տեսնելու, Աստծո ոչ միայն պատկերով, այլև նմանությամբ մարդուն երբևէ հանդիպելու հավատով, ինչի համար մեծ հաշվով գտել են մեր նախորդները և այսօր էլ սկսում ես դու։ Ուրախ և խորհրդանշական այս պահին, որպես ուղեկից գալիք տասնամյակների, ես քեզ ցանկանում եմ անանց ակնածանք և ամենախոնարհում մաշտության գրի, անմնացող ծեր գրականության և քեզանից առաջ հայ գրավոր խոսքին իրենց ծառայությունը բերած իմաստուն այրերի և տիկնանց հանդեպ, ինչպես նաև միշտ ունենալ նպատակ և նպատակին հասնելու ձգտում։ Բարի երբ քեզ։ Չունեմ, երևանյան ծաղիկներ բերել է անիմաստ էր, բայց ելույթս կարող եմ նվիրել քեզ մի ծաղկեպնջ արժեր ինձ թվում, հա։ Քիչ հետո բեմում կներկայացվի պարային համար, բայց նախ պատմեմ մի պատմություն։ Պատմություն այն երկի ծննդյան մասին, որի հիման վրա էլ բեմադրվեց այս պարը։ Մի աղջիկ, սիրտը հայրենասիրությամբ լցված, նստած էր իր աշխատասենյակում, ձեռքին գրիչը, հայացքում մտահոգ լռություն։ Հանկարծ աչքին ընկավ մի լուսանկար, երիտասարդ տղա սայլակի վրա։ Նա վիրավորվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աստվածի, որքան ուժեղ են նրանք։ Ինչպես խոսեմ, երբ լարերս ավարտվում են նրանց տեսնելիս ու լսելիս։ Պետք է ստեղծեմ մի բան, որը սերունդեսերունդ փոխանցվող արժեք կդառնա։ Այդպես էլ ծնվեց երգը, ձեզ գովել է քիչ է։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր նոտա հագեցած էր հոգու ճշմարիտ զգացումներով։ Այն ստեղծվեց ոչ թե բարձրաձայն խոսելով, այլ լուռ խոնարհվելու համար։ Երբ հայ զինվորը լուռ կանգնած էր սահմանին, ես կանգնած էի բառերի սահմանագծին։ Զգացի, որ բառերը լռում են այն պահին, երբ զինվորը խոսում է իր զորողությամբ։ Եվ հենց այդ լռության մեջ ծնվեց իմ պայքարը, երգով պայքարը։ Հեղինակը ստեղծեց հոգևոր խաչքար յուրաքանչյուր զինվորի անունով։ Խաչքար, որը կխոսեր առանց ճամարտակելու, կգովեր առանց գոռալու, կսիրեր առանց պայման դնելու։ Այս երգը չի պատմում պատերազմի մասին։ Այն պատմում է մարդու, զինվորի մասին, որի ապրումները հաճախ մնում են չլսված։ Սա լռության մեջ ծնված աղոթք է, դիրքում կանգնած հայացքի, խրամատի հողի հոտի, ընկերոջը չհասված խոսքի և հերոսի լռության մասին։ Այս երգը ձայն է նվիրյալների փոխարեն, ովքեր լռեցին, բայց չլռեցին մեր հիշողությունը։ Սա հեղինակի պատերազմն է, անարյուն, բայց սրտաշարժ։ Պայքար զինվորի անունը հավերժ ներկա պահելու համար, որպեսզի սերունդները երբեք չմոռանան, թե ում շնորհիվ է խաղաղ առավոտը թափում մեր պատուհանը։ Ես ձեզ եմ թողնում այս խոսքը որպես հոգու բաց նամակ, որպես պատգամ ու ապացույց, որ երբ սիրտն ու խոսքը միավորվում են, ծնվում է մի բան, որն այլևս չի մոռացվում։ Երբ կլսեք այս երգը, գուցե հարց տաք ինքներդ ձեզ, ինչու է այն ստեղծվել։ Հիշեք, որովհետև երբեմն երգը դառնում է մարդուն հասնելու վերջին կամուրջը։ Եվ երբ երգը ճշմարիտ է, այն դառնում է պայքար, մաքուր պայքար արժեքների, սիրո և հիշողության համար։ Շնորհակալություն Արփի Միրանյանին, ով իր նվիրվածությամբ և հայրենասիրական գաղափարով հիմք դարձավ այս հայրենանվեր երգի ստեղծմանը։
Խնդրում ենք լռությամբ ընդունել այս խորապես խորհրդանշական պարային խոսքը։ Ձեզ գովել է քիչ է։ Բերում են Սարուխանի արվեստի դպրոցի Զանգեզուր պարային համույթը։ Տնօրեն Սուսաննա Ոսկանյան, պարուսույց Աիդա Աղոյան։ բնում կտեսնենք մի պարզ, բայց խորը զրույց։ Այս գիրն ունի մի ճանապարհ, որ սկսվել է լուր սրտի միջից եւ անցել է կարոտով, հոգով ու թանակով լեցուն ձեռագրի ճանապարհով։ Այդ ճանապարհին եղել է մի մարդ, ով տեսել է տողերը ոչ թե որպես բառեր, այլ որպես վերքեր եւ որպես լույս։ Երբ գրում էի, խոսք չունեի ամբողջ աշխարհի համար, ուզում էի չկորցնել մի հայացք, մի ձեռք, մի սպասող սիրտ, պարոն Նիկողոսյան, եւ դուք կարդացիք, ես առաջին անգամ զգացի, գիրքը մենակ չէ։ Արփի ջան, ես լավ եմ հիշում այն օրը, երբ ստացա քո ձեռագիրը։ Դու ուղարկել էիր առանց ավելորդ խոսքերի, պարզապես գրել էիր, սա գիրք չէ, սա խոսք է նրանց, ովքեր լուր մնացին։ Այդ նախադասությունն ինձ ասաց ավելին, քան ամբողջ ձեռագիրը։ Գիրը միայնակ չէ, դու գրել էիր մի բան, որ արդեն քեզ չէր պատկանում։ Տողերից ասում էր զինվորի հետքը, ոչ հերոսական աղմուկով, այլ լուր, ծանր քայլերով։ Այդ լռությունը ամենաուժեղ ձայնն էր, որ լսելի էր, ու ես չէի ուզում այն պահել միայն ինձ։ Գիրքը դարձավ ճանապարհ, ներկա պահի վկայություն, նրանք ովքեր վերադարձան, նրանք ովքեր մնացին, բոլորը այստեղ են։ Այո,
այժմ նրանք այստեղ են։ Այս գիրքը չի վերջանում վերջին էջով, այն սկսվում է այնտեղ, որտեղ ընթերցողը լրությամբ հարգում է ու սրտով հավատում, թե ինչ արժենում մի լուր քայլ է։ Ու մենք այսօր այստեղ ենք, որպեսզի լսենք այդ լրությունը միասին։ Շնորհակալություն այս գրական ուղերձի համար։ Երբ խոսքն ու լռությունը միանում են այսպես, գիրքն այլևս չի մնում միայն էջերում։ Իսկ այժմ պոեզիա։ Միասին անցնելու ենք մի աշխարհ, որտեղ բառերը կենդանանում են, որտեղ ամեն մի տող դառնում է ուղի եւ յուրաքանչյուր խոսք լույս մեր սրտերի համար։ Յուրաքանչյուր շունչ, յուրաքանչյուր տող եւ բառ այստեղ խոսում է սիրո, համարձակության ու երազանքի մասին։ Եվ սովորեցնում տեսնել գեղեցկությունը ոչ միայն արտաքինում, այլ նաեւ ներսում, մեր ամեն քայլում եւ յուրաքանչյուր ընտրությունում։ Միշտ հիշենք, յուրաքանչյուր բառ կարող է լինել ուժ սիրտդ շարժող եւ յուրաքանչյուր բանաստեղծություն ուղեցույց դեպի քո սեփական լույսը։ Այս բանի մենք պատրաստ ենք լսել հեղինակի բանաստեղծությունները։ Եվ հիմա բեմ ենք հրավիրում Սարուխանի համար 2-րդ եւ 3-րդ միջնակարգ դպրոցների աշակերտներին։ Խոստովանություն։ Այս աշխարհն այլ է, լուրն ու խառներ կա։ Ոչ հարազատ է, ոչ էլ խորթանվերջ։ Սերն ու սպիտակը չեն ջրվում հիմա։ Ամեն գույն դարձել է, հետված ու կարծեք։ Լուր է մի սիրտ խավարով պատված, չարությամբ լեցնում, ցավով լեցում շունչ։ Դանդաղ է խոսում, մտածում խորում, խոստովանությամբ, անբար, առանց շունչ։ Խենթ մի ծիծաղ է ուղում ամեն ինչ։ Լսել ու ժպտալ, հետո էլ ծաղրել։ Նայում է գինով, գուցե համարձակ, ու խոսքը դառնում է մրմունջ անխնա։ Բառերն են շարժվում խավարի պես լուր, թափանցիկ կարծես լռության հնչյուն, խուլ են ու համր, մնում են ներսում, տագնապի ձևով, կաթին ու գիշեր, ու հետո մի ձայն, պոկված քամու պես, ուզում են փախչել, անկամ, անկշիռ, առանց մտածելու, առանց վերնման, վեր է ձգվում լույսի նման մաքուր, հեռու մի վայրում լրության խորքում, ինչ որ բան փտտում, աննկատ, լուր, վերածնունդ կա այնտեղ, դանդաղ ու հստակ, մթից ծաղկում է մի շող, խորաշունչ։ Երջանկությունը փոքր թիթեռնիկ, թևածում է ջերմ ու լուսավոր, չգիտի ուր պիտի թռչի, թռվռում է այս ու այն կողմ, նայում ու սավառնում երկնքի հույսին, մերությունն է ձմռան լռության, սիրառատ ուժերով լի աշխարհում, ամայի նստած սրտով լի ճամփա, քո առաջ անզոր եմ, ամենաչքնաղ արևի տակ, այդ պահից ի վեր բազմակորով ոմանք թռչում են անհասկացված, ես կարոտից թրթրած, մոլորված հին օրերի ջերմ կարոտով, եւ երեկոյան հողմերը մեղմ շեփորով խոսում են քնքուշ ու թիթեռնիկ հնչյուններով, ավելի հեռու միավաղնի երգում է խաղաղություն, թևերը տարածած երազների հետ թռչող։ Ես նստած եմ ճամփին ու լսում եմ, ինչպես ամեն մի թռչող լույս, ունեցուկ մաքուր բառ, սավառվում են իմ ներսում, թռչունների լույսով ու լուսնի լույսով։ Իմ երազները, ու ես նորից մոտեցող երազում, կանգնած եմ ահա մտածկոտ դրության մեջ, հեռվում լուսե երազը իմաստուն խոսքի, ահա եւ անխախտ ու մի ճանճարի անվերջ խնդուն, եւ նույն է երազը, այսօր ու վաղը իրական, մոտեցիր պոետի, ոգուն ձայների ու տրիչքով ու երդրամությունը դաստակ հեքիաթ է։ Ես գիտեմ, ամեն ոք կժպտա սպասումին, կասեն, լսեք, մեկի ճախրանքն է, ինչու, հեռավոր բարի բոլորին անհաստ, նույնն է երազը, այսօր ու վաղը հավիտենական, տեր, կանգնիր ու հասիր չլսված երջանկության, առավոտը ուրախ ու տևական մի հասցեատեր, գտավ հոգու փելատակողած տղա, մի անցորդ այսու հետ, իս ծաղոտ։ Սերը իմ ու քո մեջ, սերը դու ես իմ սիրվելու մեջ, սերը ես եմ քո սիրելու մեջ, երբ սիրտը գցվում է լույսի ներքո, երկինքն էլ բացվում է մեր գլխավերևում, արևը դառնում է ավելի բարի, ու ստվերն անգամ խաղաղում է, սերը երբ ծաղկում է սրտիդ վրա, աշխարհը դառնում է մաքուր մի երգ,
կասկած չի մնում, վերքերն են փակվում, խոսում են աչքերը հույսով լցված, երբ սիրում ես, խուլ ձայներն անգամ հնչում են լռության միջից լուսավոր, փոթորիկները դաս են դահում, ու անձրևն իջնում է, մեղ մի ձեռք, քայլերը դանդաղ չեն են զգացվում, քանզի սերն է քո ներսի լույսն ու խորքը, երբ սիրում ես, բառերն են ծաղկում, որոնք չեն կորցվում, չեն մարում, դրանք մնում են որպես հիշատակ, ու ուղի բացվում, որ չմոռացվի, սերն այստեղ է, ու նաև այնտեղ, որտեղ սիրտ կա, բաց, անշահախնդիր, որտեղ հոգին շնչում է մաքուր, ու լուր ծաղկում է իր մեջ մի գիրք, և այդ գիրքը չի փակում երբեք, դառնում է օրհնյալ մի հուշի տուփ, սերն է դարձնում կյանքը սրբավայր, ու մեր քայլերին տալիս լույս ու խորություն։ Համարձակություն սիրելու։ Սերը ոչ միայն փողակշանքն է, այլև քայլ առ քայլ անցում, անհայտ գիշեր, որտեղ չես հարցնում, արժե, չի արժի, ու գնում ես, սրտով լի, անվախ, վստահ։ Սերը քայլ է անձրևոտ շեմի, երբ ոտքերը ցողում է կասկածի ցեխը, բայց դու շարունակում ես յանալ տերևով, որ ընկնում է քո դիմաց, երկնքից համարձակ։ Սերը հարց չէ, ստացվել է, թե ոչ, այլ պատասխան է կյանքին այո ասելու։ Ներսիդ հայրին, գեղեցիկ լինել նշանակում է փնտրել, ոչ թե հայրու մեջ, այլ ներսումդ լուր, որտեղ կարեկցանքն է ծաղկում իբրև ծաղիկ, որտեղ սերն է առանց պայման ու սուղ։ Ով է ասել, թե գեղեցիկը շուրթի գիծն է, կամ աչքի փայլը լուսանկանի մեջ։ Գեղեցիկ է նա, ով տեսնում է սրտով, ով լուրության մեջ սեր է խոսում, առանց լեզվի։ Եվ եթե չես գտել գեղեցիկը դրսում, գուցե ներսումդ այնտեղ սպասում է քեզ։ Նայիր քո հոգու հայրում, պարզ ու խաղաղ, և կգտնես այնտեղ սիրո համարձակ ճառագայթ։ Իմ քայլը շշուկ է, ոչ աղմկոտ, բայց նա գծում է ճանապարհին դիմաց։ Եվ չեմ քայլում ամբոխի գոռալով, այլ լռությամբ եմ մաքրում գետն անցում։ Իմ ընտրությունը երբեմն անհասկանալի է, բայց գիտեմ, այն արմատ ունի հողում։ Իմ աչքերը չեն որոնում փայլք, այլ ճշմարտություն, նույնիսկ փխտորում։ Քայլում եմ սիրելով անցորդին, տեսնելով գեղեցիկը նույնիսկ ցավի մեջ։ Իմ համարձակությունը նա է, որ լույս եմ պահում, նույնիսկ անլույս տեղում։ Երազանքները չեն խոնանում, երազները հին չեն դառնում, հավատա, նրանք չեն մաշվում տարիների շուչից, չեն մոռացվում հոգնած աչքերում, երբ պահում ես նրանց սրտում լուսավոր։ Երազը կարող է լինել մեկ քայլ, մի խոսք, որ դեռ չի գրվել լեզվով, կամ դուռ, որ բացվում է քո ներսում, ու աշխարհը այլ երանգ է գնում։ Մի թող, որ վախը քանդի սրտերը, երբ կարող ես կառուցել հույսով, քարը քարի, երազանքները չեն խոնանում, երբ նրանց կրում ես որպես ներսիդ գեղեցկություն։ Իսկ այժմ խոսք ունի ասելու բանասիրական գիտությունների դոկտոր, չարենցագետ, դպրոցական դասագրքերի հեղինակ Դավիթ Գասպարյանը։ Սիրելի բարեկամներ, ինձ համար հրաշալի օր է, որ ես իմ գրական ընկերների հետ ճանապարհ եկա Երևանից եւ այսօր Սարուխան համայնքում այս մշակույթի տանես ուսանող դահլիճում մասնակցում եմ գրքի շնորհանդեսին։ Բանաստեղծելու համար սա մեծ պատիվ է։ Այսպես մեծ դահլիճ, այսպես լի դահլիճ առաջին գրքի շնորհանդեսի համար մեծ ճոխություն է եւ հտարություն։ Ապրի ինքը, որ կարողացել այսքան ուժ ու կորով ներշնչել եւ իր կերպարի շուրջ ստեղծագործության շուրջ համախմբեցել։ Ես շնորհավորում եմ իրեն, գիրքը գիրք դեռ երիտասարդ է եւ ճանապարհը արժենում է։ Իհարկե խորհուրդ չի ընդունում ապագայի երգը կասել չարեցը, բայց ընդամենը երկու նախադասություն այս կապակցությամբ ուզում ասել։ Կուզեի, որ ավելի խորանար, ավելի թանձրանար իր բանաստեղծական շունչը, իր ասելիքը եւ դրա համար որպես դասագիրք
երկու հեղինակի անուն պիտի տան։ Անպայման շատ լավ կարծացեք Վահան Տերյան եւ Երիշե Չարենց։ Ընդ որում, ոչ թե մի քանի բանաստեղծություն, բանաստեղծական մի քանի շարքեր, այլ ամբողջությամբ ծայրից ծայր ինչ-որ կա։ Նաեւ նրանց հոդվածները, նրանց ստեղծագործության առանձին ինչեր։ Գոնե այդ երկու բանաստեղծները շատ մեծ առաջընթաց կապահովեն ձեզ համար բոլոր առումներով։ Այսքանը այս գրքի եւ շնորհանդեսի կապակցությունը։ Սիրով եմ շնորհավորում եւ ուրախ կլինեմ, որ առաջիկայում իր նոր գրքերի կապակցությամբ առնչությունների հանդիպել խոսքասել։ Իսկ ինչ վերաբերում է այս հանդիպմանը, շատ կարևոր եմ համարում այն, որ այս մեր դժվար ժամանակներում համենայն դեպս գտնում եք ժամանակ կազմակերպելու գրական մշակութային միջոցառումներ։ Այս հարցում իհարկե Տիգրան Նիկողոսյանը իրենց դերն ունի եւ կապը ստեղծում ու պահպանում է, որը շատ գնահատելի է։ Նաեւ ուզում եմ հետեւյալն ասել, որ գրականությունը նույնքան ճշգրիտ բնագավառ է, նույնքան բարձր մի բնագավառ, ոնց որ գիտության վերջին նվաճումը։ Գիտության վերջին նվաճումը դառնում է հրթիռ, դառնում է ամեն տեսակի, այսպես գիտական ներդրում, կենցաղում, արդյունաբերության մեջ, ռազմագիտության մեջ ամենտեղ։ Գրականությունը երբեք հետ չի մնացել զարգացածությունից։ Այդ իսկ պատճառով, երբ խոսում ենք գրականությունից, մեր առջև պետք է լինեն բարձր չափանիշներ, մեծերի օրինակը, որպեսզի կարողանանք այս ժողովրդին, ընթերցողին չհիասթափեցնել մեզանից, մեր խոսքից, մեր, այսպես ասած, նվիրումից, անգամ նվիրումից։ Ինձ համար թանկ աշխարհ է, որովհետև իմ գիտակցական կյանքը նվիրված է գրականությանը։ Ինչ է, ես բազմաթիվ գրքեր եմ գրել Չարենցի, Բակունցի, Գուրգեն Մահարու, Շիրազի, Համոսարյանի, Մարուր Սևակի մասին, էլի մյուսների, շատերի, բազմաթիվ են։ Եվ գրքից գիրք ինձ միշտ առաջնորդել է մի կարևոր նպատակ, այնպես ունել, որ այս գրողների ամբողջ ներքին աշխարհը բացահայտվի եւ ընթերցողը լիարժեք ճանաչի ու սիրի իր հեղինակին, որովհետեւ այնպիսի մեծություններ, որոնց անունները թվարկեցին, եւ այնպիսի բացառիկ մեծություն, որպեսզի Երիշե Չարենցն է, սա 20-րդ դարի համաշխարհային գրականության մնայուն եւ հավերժական անուններից մեկն է։ Պարզապես մեր վիճակը, մեր, այսպես ասած, հայության ներկայացվածությունը համաշխարհային ասպարեզում այնքան չէ, որ մեր գրողներն այդպես լայն ու մեծ հնչեն, բայց մենք պարտավոր ենք այդ գիծը պահել եւ հնչեցնել։ Այս ամենը նաեւ դառնում է ոչ միայն այսպես գրականագիտության, գիտության համար, այլև դառնում է դասագիր։ Ես 93 թվականից սկսած դպրոցական դասագրքերի հեղինակ եմ, հանրակրթական դպրոցի, ավագ դպրոցի, ասեմ ձեզ, չկա էլ ավելի պատասխանատու բնագավառ, քան դասագրքի հետ գործում են անում։ Դրանք ծայրահեղ պահանջներ կան, ճշգրիտ պահանջներ կան։ Եթե իմ մյուս գրքերը ունենում են 3-4, երբեմն նաև 5 սրբակություն, այդ անգամ պիտի կարդալ, խմբագրել, սրբագրել, մաքրել, անթեր լինի։ Դպրոցական դասագրքերը երբեմն ունենում են մինչև 15 սրբակություն։ Եվ սա պետական ծրագիր է, այնպես չի, որ հեղինակը դասագրքի հեղինակը նստում ինքնագրող դասագրքերը։ Դրա համար ստեղծում է պետական ծրագիր, դրան ասում նաև չափորոշիչ, հիմա լավ է, թե ոտ է դա ուրիշ բան է, բայց չմասնակցել այդ գործույթին եւ չփորձել դպրոցին օգտակար լինել այդ ձևով սխալել։ Ողջունում եմ ձեզ, ուրախ եմ, որ ձեր մեջ եմ եւ առիթ եղավ այսպես տեսնելու եք ժողովրդին, այսպիսի լայնություն, այսքան ներկայություն եւ այդ ներքին հուսահատությունից կամաց կնահանջի։ Ողջույն ձեզ։ Խոսք ունի ասելու բանաստեղծ Վարուժան Ղազանչյանը։
Այսօր իսկապես լավոր է տեսնել այսքան մարդ հավաքված պոեզիայի ցերեկույթին, դա արդեն ինչ-որ բան նշանակում է, որովհետև ցավոք սրտի արժեքների վերագնահատում է կատարվել և հոգևոր արժեքները շատ դեպքերում իրենց տեղը զիջել են նյութական արժեքների։ Նյութը անհրաժեշտ է, բայց առանց հոգու կյանքը դառնում է անիմաստ ու ոչ գեղեցիկ։ Ես իմ ընկերոջ Տիգրան Նիկողոսյանի շնորհիվ առաջին անգամ չի որ ձեզ մոտ եմ, առաջին անգամ չի որ ելույթ եմ ունենում ձեր առաջ, կարող եմ արդեն և սեր բացատրել ձեզ, իսկ արփին այսօր մենք արփի բանաստեղծական ժողովածուի արդիվ ենք էստեղ, ասեմ, որ ապագան երիտասարդներին է, բայց երիտասարդները պետք է ինչպես իմ ընկերը Դավիթ Գասպարյանն ասաց, պիտի անպայման կարդան, ուսումնասիրեն, լավ կարդան, մեր դասականներին հատկապես, մեր մեծերին, որովհետև, ինչպես ասում են, ամեն մի նոր բան լավ մոռացված հնի կրկնությունն է։ Այսինքն չմտածեն, որ իրենք հիմա հեծանիվ պիտի հորինեն, հեծանիվը հորինված է։ Ես իմ առաջարկում եմ արփիին, որ կարիքի դեպքում արփի ջան, դու միշտ կարող ես ինձ դիմել, ես իմ հնարավորությունների սահմաններում պատրաստ եմ քեզ օգտակար լինել, ինձ էլ իմ ժամանակին, իմ երիտասարդ տարիքում որպես ուղեցույց մեր մեծերից ասենք Վահագն Դավթյանն է եղել, այսինքն ինչ-որ մեկի խոսքը, որին դու վստահում ես հավատում, որը քեզ համար հեղինակություն է, անհրաժեշտ է։ Եթե կարիք կլինի, ես միշտ պատրաստ եմ, իսկ հիմա ուզում եմ որպես վերջաբան մի բանաստեղծություն, որը Սևանն է ինձ ոգևորել, երբ ես գալիս եմ Սևանի մոտ, միշտ մի բանաստեղծություն գրվում է։ Հիմա ուզում եմ կարդալ Սևանը։ Լեռներից վեր երկինքն է, երկնքից վեր Աստված, լճի մեջ մակույկ է երկնին խարսխված, մակույկն անթի է ու անառագաստ, լի շնորհում է նրան զգուշ, ձկներն անտեղյակ են, թե երբ է Աստված երկնքից իջնում իրենցից մեկը դառնալու համար, ձկնորսը գոհ է, քաշում է ուղկանը, նա դեռ չգիտի, որ սածը ինչ է, սովորական ձուկ, թե Աստված ինքն է, հերթական անգամ ինքն իրեն զոհում։ Շնորհակալություն։ Խոսք ունի ասելու Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։ Հարգարժան հյուրեր, հարգելի ներկաներ, սիրելի արփի։ Ողջունում եմ բոլորին եւ անչափ ուրախ եմ, որ այսօր Սարուխան բնակավայրի մշակույթի տունը կրկին լցված է գրքի եւ գրականության հույսով։ Սա պարզապես միջոցառում չէ, այն հանդիպում խոսքի, հիշողության եւ սրտի մեջ է։ Արփի հետ ծանոթությունը կայացավ Գեղարքունիքի մարզային գրադարանում, որտեղ նա հաճախակի էր այցելում, մասնակցում միջոցառումների եւ միշտ պատրաստ էր բաց խոսելու, քննարկելու իրեն հոգեարազատ հայրենասիրության թեմաներից։ Այդ ժամանակ արդեն իսկ նկատվում էր նրա սերը դեպի գիրքը, գիրը եւ ստեղծագործական մողունները։ Այսօր իր իսկ նախաձեռնությամբ իր ծննդավայրում կազմակերպված այս գեղեցիկ հանդիպումը նպատակ ունի հիշելու, շնորհակալ լինելու եւ ապրեցնելու։ Այս գեղեցիկ օրը ծնվել է արփիի սրտից, նրա ներքին պարտքից ու սիրուց դեպի հայրենի հողն ու մարդիկ։ Արփիի յուրաքանչյուր տող ծնվում է լռությունից, բայց հնչում է ավելի բարձր, քան խոսքը։ Նա գրում է մեր հերոսների մասին, խոնարհությամբ, սրտով ու պատասխանատվությամբ։ Երբ կարդում ենք նրա տողերը, տեսնում ենք մեր հերոսների ժպիտը,
մեր մայրերի լուր ուժը եւ հասկանում ենք, մենք անպարտ ենք եւ ուժեղ, որովհետեւ ինչպես Արփին է ասում, նրանք չեն եղել, նրանք լուծության մեջ են խոսում։ Արփի գրածը հույս չէ միայն, այլ ապրում, որ մեզ սովորեցնում է լռել առանց մոռանալու։ Սիրելի Արփի, այսօր դու որպես Սարուխանի շնորհակալ դուստր, որպես հիշողության պահապան եւ որպես ստեղծագործող, ով իր խոսքով միացնում է անցյալն ու ներկան, միավորել ես բոլորիս։ Գեղարքունիքի մարզային գրադարանը հպարտ է, որ ճանաչում է քեզ ոչ միայն որպես ընթերցողի, այլ որպես ստեղծագործող, երիտասարդ ստեղծագործող, ով իր գրչով արժևորում է հայրենի հողը, մարդկանց եւ հիշողությունը։ Թող քո խոսքը միշտ մնա լույսի կողմում, թող այն շարունակի հուզել, բուժել եւ հիշեցնել, որ արժե ապրել լռության արժանապատվությամբ եւ խոսքի ճշմարտությամբ։ Շնորհավորում եմ քեզ եւ ասում շնորհակալություն այսօրվա համար։ Խոսք ունի ասելու բանաստեղծուհի երգահան, Գավառ քաղաքի օրհներքի խոսքերի եւ երաժշտության հեղինակ, Գավառի ուսուցողական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Ղարաբաղցյանը։ Բարի ողջույն, Արփին Միրանյանի լույս ճանապարհի գրքի շնորհանդեսի հարգելի մասնակիցներ, մշակույթի նվիրյալներ։ Մեծ հաճույքով մենք այսօր միավորվել ենք երիտասարդ եւ տաղանդաշատ բանաստեղծուհու գրական կյանքի կարևոր իրադարձության մասնակիցը լինելու համար։ Լույս ճանապարհին գիրքը յուրօրինակ արտացոլում է հայրենասիրության, մարդասիրության, ծնողապաշտության եւ ազնիվ զգացմունքների, որոնք հնչում են մաքուր եւ անկեղծ հոգու խորքից։ Յուրաքանչյուր էջում զգացվում է նվիրում, սեր եւ հոգատարություն, որոնք ոգևորում, արժևորում եւ մեծ ուժ են փոխանցում ընթերցողին, մղելու անդուր պայքար արդարի, հայրենիքի եւ բարձրագույն արժեքների համար։ Յուրաքանչյուրս աշխարհ են գալիս մի վեր առաքելությամբ։ Արփին Միրանյանը մեծ սիրով ու պատասխանատվությամբ է կատարում իր առաքելությունը, հավատալով իր երազանքին։ Նա իր խոսքի ուժով, նրբանկատությամբ, երևակայությամբ, աննկուն ոգով հարստացնում է մեր մշակույթն ու մարդկանց հոգիները։ Այսքան երիտասարդ տարիքում նման արժեքավոր ստեղծագործություններով հանդես գալը շատ մեծ եւ կարեւոր քայլ է։ Այն ոչ միայն նրա տաղանդի, այլև աշխատասիրության, նվիրվածության, նպատակասլացության վառ դրսևորում է։ Շնորհավորում եմ ինձ սրտել սիրելի Արփին Միրանյան, մեր հերոսները անմահ են, եւ դու քո ստեղծագործություններով հավաստում ես այդ վեր ճշմարտությունը։ Կեցես դու եւ կեց են քեզ մոտ կանգնած հավատարիմ մարդիկ, ովքեր ոգևորել, օժանդակել եւ հավատացել են քեզ։ Թող այս գրքի էջերից ընթերցողները զգան քո հոգու ջերմությունը, ազնվությունն ու անսպասելը։ Թող քո ստեղծագործական ճանապարհը միշտ լուսավոր լինի, լի բազում հաջողություններով։ Բարի երթ հոգու կանցարանին, սիրելիս։ Ուզում եմ խոսքս ավարտել իմ մոմի արցունքոտ կաթիլ եւ սպասում ստեղծագործություններով։ Մոմն է հալվում, կաթիլ, թափվում փխրուն ավազին, քարանում է ավազաթած եւ ամուր գրկում մոմին, մոր արցունքով է կարծրացել ամեն թիզը մայր հողի, արմատներով զորացել ու կարչել ենք մայր հողին։ Դու չես կարող մարդասպան կոտրել ոգին զորավոր, հոգիներն էլ միավորվել, նահատակները բոլոր, ինչպես անթեղը բորբոքվում են, լույս է սփռում ամենուր, մենք ազգովի աղոթում ենք, մոմերը վառում ամենուր, դատաստանիդ օրը կգա, ոսող պատիժդ կառնես, քո մեղքերին հաշիվ չկա, արմատախիլ կլինես։ Եվ երկրորդ ստեղծագործությունը
ես կարդում եմ և ցանկանում եմ, որ կատարվեն բոլորիս իրական երազանքները։ Մեղրամումով եմ պատել, պահպանել, երազիս մետակ ստել է յոտնահույս, ու բազում անգամ խնդրել Աստծուն իրական դառնա երազիս կյանքում։ Հավատ եմ լցրել երազիս թասում և թիացանի գույները պայծառ։ Մի գնող Աստղ աչքերով բռնել, դարձյալ նույն անտես թասում եմ դրել։ Ծովի մարջան եմ շաղտվել վրան և մաքրամաքուր բյուր ադամատներ, լավատեսության սերմեր եմ ցանել, դառը քրտինքի տաթիլով ջրել։ Վերբարսանալ եմ ձեր ձգտել անվերջ, անունս եմ դրել հրաշք թասի մեջ։ Մեղրահացով եմ եզերը պատել, ինչ ինձ մնում, միայն սպասել։ Սպասել և հուսանք, որ կատարվելու է յուրաքանչյուրիս իրական երազանքները և այո, անպայման հավատանք երազանքների իրականացման։ Շնորհակալություն, շնորհավորում եմ կրկին անգամ սիրելի։ Երբ լռությունը դառնում է պատմություն, սիրտն է խոսում ավելի շուտ, քան խոսքը։ Պատմել այն լեզվով, որ նկատում է հողը, քարը և ժառանգությունը։ Պար, որ ծնվել է մեր ժողովրդի հիշողության խորքերից։ Տարազների թևերում մեր նախնիների լրակյաց վկայությունն է, իսկ այս պարի ոգի հավերժ երիտասարդ հայրենիքը։ Կարեն Սևակ, Հայաստան, Արցախ։ Բեմում են Golden Dance ստուդիայի սաները, գեղարվեստական ղեկավար, պարուսույց և մենակատար Աիդա Աղոյան։
երբ լռության մի ամբողջ ճիչ է պահվում, և սիրտն այլևս չի ընտրում բառերը, այլ հիշողությունները։ Այջան ծնվում այն երգեր, որոնք չեն պատմում պատմություններ, այլ ապրեցվում են։ Թե չլինին ոչ միայն հարց է, այլ տագնապ, կարոտ ու սպասում։ Մխիթար Քեցյան, թե չլինի, կատարում է Գրիգոր Բալագոզյանը։ Հիմա խոսքի հնարավորություն ունենք լսելու հեղինակին, բանաստեղծուհի, արձակագիր Արփի Միրանյանին։ Սիրելի բարեկամներ, պարզապես շնորհակալ եմ ձեր ջերմ ներկայության համար։ Անկեղծ ասած, այսօր առավոտից եւ այս պահին էլ մի փոքր հուսված եմ, բայց ձեր ոգեշնչող ներկայությունը գոտեպնդեց ինձ եւ թույլ տվեց ներկայանալու ձեր առջեւ յուրօրինակ հաշվետվությամբ։ Հասկանում եմ, որ դեռ ժամանակ է պետք ամբողջական կերպով ներկայացնելու իմ մտքերն ու աշխատանքը, բայց ինչպես մի առիթով մեր հանդիպումների ժամանակ ասաց պարոն Նիկոլոսյանը, մարդը առաջին հերթում պետք է ներկայանա իր ծննդավայրում, ներկայացնի իր ներաշխարհը իր հայրենակիցներին եւ միայն այնուհետեւ առաջ գնա նրանց քաջալերությամբ ամրացած։ Ինձ համար հայրենիքը սկսվում է այնտեղ, որտեղ մարդ անհատը չի մոռանում հավատը, հիշողությունն ու պատասխանատվությունը։ Իմ ստեղծագործությունների հիմնական մոտիվը եղել ու մնում է հայրենիքը ու հայ զինվորը։ Այսօր իմ գրասեղանին կա եւ արձակ, եւ հեքիաթ, եւ բանաստեղծություն։ Եվ ես վստահ եմ, հետագայում մոտ ապագայում դրանք ես կհասնեմ ձեզ արդեն տպագրված գրքի տեսքով։ Եվ այսօր ես իմ գրչով առավել քան
փորձում եմ հասկանալ, ինչպես կարելի է հոգին փոխել տողով կամ լռությունը բանաստեղծությամբ, եւ եթե իմ գիրը կարողացավ թեկուզ մեկին լռության միջից հիշեցնել իր ինքնությունը, իր տունը, իր սիրուն, իր հայրենիքը, ապա եւ դա լույսի այն ճանապարհն էր, որ պետք էր անցնել։ Կան մարդիկ, որոնք ծնվում են ոչ թե ստանալու, այլ տալու համար։ Այդպիսի մարդիկ նվիրյալներ են, հայրենյաց նվիրյալներ։ Իմ խոնարհումը հայրենյաց պաշտպան իմ եղբայրներին եւ նրանց ընկերներին։ Ես գուցեև նրանցից շատերին չեմ ճանաչում անձամբ, բայց նրանց կյանքն ու գործը հավուր պատշաճի թղթին հասնելը համարում եմ իմ սրբազան պարտականությունը։ Շնորհակալություն բանասիրական գիտությունների դոկտոր Չարենցագեր, դպրոցական դասագրքերի հեղինակ Դավիթ Գասպարյանին, բանաստեղծ Վարուժան Ղազանչյանին այս հիշարժան օրվա կապակցությամբ մեր կողքին լինելու համար։ Եվ իհարկե առավել ևս առանձնահատուկ շնորհակալություն մեր հայրենակից արձակագիր հրաշալի գրքերի հեղինակ Հայաստանի Հանրապետության վաստակավոր ժուրնալիստ, Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի բաժանմունքի ղեկավար, Գավառի պատվավոր քաղաքացի Տիգրան Նիկողոսյանին, մարդ, ուսուցիչ, ով ինձ ցույց տվեց գրչի մարդու պատասխանատվությունը։ Պատասխանատվություն ոչ միայն գրելու, այլ զգալու, ապրեցնելու եւ փոխանցելու ամենակարևորը։ Եվ իհարկե շնորհակալություն ծնողներիս, ձեզ թանկագիններս, կողքից լինելու, լսելու, ոգևորելու եւ ուժ տալու համար։ Եվ վերջում, շնորհակալ եմ բոլորիցդ սրտանց, մեկ առ մեկ, որ այսօրը դարձրեցիք ոչ միայն ներկա հիշողություն, այլ շարունակական քայլերթի ճանապարհ։ Որքան էլ խոսենք սրտի մեծությունից, միշտ քիչ կլինի։ Սերը, որը կապում է սերունդներին, ապրում է յուրաքանչյուր ժպիտի, յուրաքանչյուր հպման մեջ։ Կանգուն է ամեն դժվարության առաջ, լուռ, բայց ուժեղ։ Մայրս երգը, որը բարձրացնում է կարոտ, երախտագիտություն եւ անսահման հարգանք, ապրում է մեզ հետ, սրտից սրտին փոխանցվում է, եւ հենց այս զգացմունքով մենք եզրափակում ենք մեր միջոցառումը։ Սասուն Պասկևիչյան, Մայրս, կատարում է Գրիգոր Բալատոզյանը։ Հայաստան
Սիրելի բարեկամներ, երբ որ մեր նախնիները երբ որ եկեղեցի էին կառուցում, եկեղեցու հիմքի 16 քարերը նախ լվանում էին ջրով, հետո լվանում էին գինով,
նոր այդ քարերը դնում էին հիմքում, որպեսզի եկեղեցին հաստատում լինի, որովհետև եկեղեցին ոչ միայն հավատի տուն էր, այլև կրթության տուն էր, իմաստության տուն էր, ինչպես ասել 1770 թվականին Մովսես Վարդանյանը Ղարաբաղից գնացել էր Հայաստան։ Հիմա մենք յուրօրինակ մի տուն էլ հիմա ենք այս պահին ոնցում, չենք լսնելու, ջուր չենք լսնելու, բայց իմ ընկերներին ասեցի, մենակ ես մի քիչ կոնյակ կլսնեմ, կներեք, որ Քյավառումը տենց բան են անում, խմելու փոխարեն լսնում ենք գրքին։ Բայց կարգ է այդպես է, Աբիջան փոցեք քո գիտներ շնորհավորենք, բարի եւ ցանկանանք Աստված որ միոն 300 միեջանոց գրքով Սարուխանի մարդկանցն իր պատմությունների դնես սեղանին, խնդրում եմ բոլորը խմեք, բայց ինձ թույլ տվեք, որ մի փոքր կաթացնեմ, որտեղ ես չեմ խմում, գիրքը չենք աչացնում, գիրքը սիրուն ասում, խնդրում եմ բոլորը ծապարեք։ Գիրը տել անսպար։